Տիեզերքում գոյություն ունեն վայրեր այնքան վիթխարի, այնքան հզոր, որ չեն տեղավորվում մարդկային երևակայության սահմաններում։ Վայրեր, որտեղ ձգողականությունը խեղաթյուրում է իրականությունը, որտեղ ժամանակը գրեթե կանգ է առնում, և որտեղ նույնիսկ լույսը մնում է ընդմիշտ բանտարկված։ Եվ դրանցից մեկն այնքան մեծ է, որ ամբողջ արեգակնային համակարգը կարող էր անհետանալ նրա ներսում բազմիցս։ Նրա անունն է տոն 618։ Տիեզերքի ամենազանգվածային հայտնի սև խոռոչներից մեկը։ Մի հրեշ, որի գոյությունն անգամ այսօր շարունակում է մարտահրավեր նետել ժամանակակից ֆիզիկային։ Հասկանանք, թե ինչու է նա այդքան բացառիկ։ Դարեր շարունակ մարդիկ կարծում էին, թե տիեզերքը խաղաղ ու լուռ վայր է, բայց ամեն մի հայտնագործություն բացահայտում էր նոր սարսափելի իրականություն։ Պայթող աստղեր, բախվող գալակտիկաներ և անտեսանելի հսկաներ, որոնք չունեին բացատրություն։ Տասնամյակներ շարունակ սև խոռոչները գոյություն ունեին միայն տեսությունների մեջ։ Մինչև 2019 թվականի ապրիլի 10-ը։ Այդ օրը մարդկությունը պատմության մեջ առաջին անգամ տեսավ սև խոռոչի իրական պատկերը։ M87 գալակտիկայի կենտրոնում գտնվող M87 սև խոռոչը։ Պատկերացրեք, մոտ 6.5 միլիարդ տարեկակի զանգված, 100 միլիարդ կիլոմետր տրամագծով իրադարձությունների հորիզոն։ Այդ լուսանկարը վերջնականապես ապացուցեց, որ սև խոռոչները իրականություն են։ Ավելին, նրանք, ինչպես աստղերն ու գալակտիկաները, նույնպես տարբերվում են միմյանցից, իրենց չափերով, իրենց զանգվածով։ Գիտնականները սև խոռոչները դասակարգեցին հիմնականում ըստ նրանց զանգվածի։ Ամենատարածվածը աստղային զանգվածի սև խոռոչներն են։ Դրանք ծնվում են, երբ մեր արևից մի քանի անգամ ավելի զանգվածային աստղերն ավարտում են իրենց կյանքը և փլուզվում սեփական ձգողականության ազդեցության տակ։ Սովորաբար դրանց զանգվածը հասնում է մի քանի տասնյակ արեգակի զանգվածի։ Նրանցից վեր գտնվում են միջանկյալ զանգվածի սև խոռոչները, հազվագյուտ տիեզերական մարմիններ, որոնց զանգվածը կազմում է մոտ 100-ից մինչև 100,000 անգամ ավելի, քան արևի զանգվածը։ Նրանց ծագումը մինչ օրս շարունակում է մնալ գիտական քննարկումների ակտիվ թեմա։ Կա վարկած, որ դրանք առաջանում են երկու սև խոռոչների միաձուլման արդյունքում, քանի որ միջանկյալ զանգվածի սև խոռոչները բավական հզոր են, որպեսզի ձևավորվեն ընդամենը մեկ աստղի ձգողական փլուզման արդյունքում։ Բայց իրական հսկաները գտնվում են բոլորովին այլ մակարդակում։ Դրանք գերզանգվածային սև խոռոչներն են։ Նման սև խոռոչներ կան գրեթե յուրաքանչյուր մեծ գալակտիկայի կենտրոնում, որոնք կառավարում են իրենց գալակտիկայի ողջ կենտրոնական շրջանը և միլիոնավոր, իսկ երբեմն նույնիսկ միլիարդավոր արեգակի զանգված ունեն։ Մեր սեփական գալակտիկան, Ծիրկաթինը, նույնպես ունի այդպիսի կենտրոնական հրեշ։ Դա աղեղնավոր A սև խոռոչն է։ Նրա զանգվածը կազմում է մոտ 4 միլիոն արեգակի զանգված։ Առաջին հայացքից այդ թիվը անհավատալի մեծ է թվում։ 4 միլիոն արեգակ, սեղմված մի տարածքում, բայց երբ համեմատում ենք այն տոն 618-ի հետ, հանկարծ այն դառնում է այնքան փոքր թիվ։ Տոն 618-ը մոտ 16,000 անգամ ավելի զանգվածային է։ Նա պատկանում է բոլորովին այլ, բացառիկ դասի, ուլտրազանգվածային սև խոռոչ։ Սրանք տիեզերքի ամենահազվագյուտ և ամենամեծ մարմիններն են։ Այնքան մեծ, որ նույնիսկ ժամանակակից տեսությունները դժվարությամբ են բացատրում, թե ինչպես են դրանք ընդհանրապես կարողացել ձևավորվել։ 1957 թվականին Մեքսիկայի Տոնանցինտլայի աստղադիտարանում աստղագետները հայտնաբերեցին փոքրիկ կապույտ կետ։ Այն գրանցվեց պարզապես որպես 618-րդ օբյեկտ։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ այդ աննշան կետն իրականում տիեզերքի հսկաներից է։ Տարիներ անց ռադիոաստղադիտակները բացահայտեցին ճշմարտությունը։ Դա աստղ չէր, դա քվազար էր, այսինքն երիտասարդ գալակտիկայի ակտիվ միջուկ, որի կենտրոնում սև խոռոչը կուլ է տալիս ահռելի քանակով նյութ։ Սպեկտրի ուսումնասիրությունը ցույց տվեց նաև մեկ այլ անհավատալի փաստ։
Տոն 618-ը գտնվում է մոտ 10.5 միլիարդ լուսատարի հեռավորության վրա։ Նրանից եկող լույսը, որ մենք տեսնում ենք, սկսել է իր ճանապարհը, երբ տիեզերքը դեռ իր ներկայիս տարիքի 1/4 անգամ չէր դարձել։ Նայելով նրան, մենք նայում ենք ոչ միայն տարածության խորքը, այլ ավելի քան 10 միլիարդ տարվա անցյալին։ Տոն 618-ը երևում է միայն այն պատճառով, որ այն քվազար է։ Սև խոռոչի շուրջ գազն ու փոշին ձևավորում են կուտակման սկավառակ։ Այնտեղ մասնիկները պտտվում են գրեթե լույսի արագությամբ։ Տոն 618-ի պայծառությունը հավասար է մոտ 140 տրիլիոն արեգակի։ Նրա կուտակման սկավառակը պտտվում է վայրկյանում մոտ 7000 կիլոմետր արագությամբ։ Իսկ դուրս ժայթքող պլազմայի շիթերը ձգվում են միլիոնավոր լուսատարիներով, գերազանցելով նույնիսկ գալակտիկաներին։ Այս խոռոչի իրական սարսափը նրա չափերն են։ Մի քանի րոպեն այս գերհսկայի մոտ արտաքին տիեզերքում համարժեք է դարերի։ Նրա իրադարձությունների հորիզոնի տրամագիծը մոտ 400 միլիարդ կիլոմետր է, 2670 աստղագիտական միավոր։ Համեմատության համար եկեք պատկերացնենք։ Պլուտոնը արեգակից ամենահեռու մոլորակը, այժմ գաճաճ մոլորակ, հեռու է ընդամենը 39 աստղագիտական միավոր։ Ամբողջ արեգակնային համակարգը կարող է բազմիցս տեղավորվել տոն 618-ի ներսում, զբաղեցնելով շատ փոքր տարածք։ Այն գտնվում է մեզանից ավելի քան 10 միլիարդ լուսատարի հեռավորության վրա։ Բայց մի պահ եկեք պատկերացնենք անհնարինը։ Ինչ կլիներ, եթե նա հայտնվեր Ծիրկաթինի կենտրոնում աղեղնավոր ահի փոխարեն։ Առաջին հերթին մեր գիշերային երկինքը կփոխվեր ընդմիշտ։ Այս սև խոռոչը կփայլեր լիալուսնից 23 անգամ ավելի պայծառ, վերածելով գիշերը մշտական մռայլ լուսաբացի։ Սակայն դա կլիներ ամենափոքր խնդիրը։ Նրա քվազարի արձակած մեծ քանակով ռենտգենյան եւ գամմա ճառագայթները կոչնչացնեին երկրի մթնոլորտը։ Մեր մոլորակի բնական պաշտպանությունը կփլուզվեր։ Արեգակի մահացու ուլտրամանուշակագույն ճառագայթները կհասնեին երկրի մակերեսին առանց որևէ խոչընդոտի։ Օվկիանոսները, բույսերը, կենդանիները եւ նաեւ մարդկությունը պարզապես չէին կարող գոյատևել նման պայմաններում։ Մի ամբողջ մոլորակ, որը թեպետ շատ հեռու է իր գալակտիկայի կենտրոնից, կդառնար անբնակելի։ Տոն 618-ին անհրաժեշտ չէր լինի մոտենալ երկրին, վերացնելու համար կյանքն այնտեղ։ Ըստ ժամանակակից մոդելների, սև խոռոչները չեն կարող անվերջ աճել։ Կա սահման, որը կոչվում է Էդինգտոնի սահման։ Երբ սև խոռոչը շատ արագ է սնվում, նրա արձակած ճառագայթումը պետք է դուրս մղի նոր նյութը եւ կանգնեցնի աճը։ Բայց այս խոռոչը կարծես երբեք չի էլ լսել այդ կանոնի մասին։ Նա արդեն ուներ 66 միլիարդ արեգակի զանգված, երբ տիեզերքը դեռ շատ երիտասարդ էր։ Ինչպես, պատասխան չունենք։ Եվ հենց այդ պատճառով տոն 618-ը շարունակում է մնալ ժամանակակից աստղագիտության ամենամեծ հանելուկներից մեկը։ Բայց ոչ ոք, ոչինչ հավերժական չի կարող լինել։ Նույնիսկ այս անպատկերացնելի մեծությունը հավերժ չի ապրի։ Հոկինգի ճառագայթման շնորհիվ սև խոռոչները թեպետ շատ դանդաղ, բայց կորցնում են իրենց զանգվածը։ Տոն 618-ի համար այս գործընթացը կտևի մոտ 10/100 աստիճանում տարի։ Թիվ այնքան մեծ, որ մարդկային ուղեղը գրեթե անկարող է պատկերացնել։ Այդ ժամանակ տիեզերքը կմտնի իր վերջին դարաշրջանը, եւ վերջին սև խոռոչը նույնպես կմարի։ Տոն 618 սև խոռոչը հիշեցում է այն մասին, թե որքան փոքր է մարդկությունը։ Մենք ապրում ենք մի մոլորակի վրա, որը պտտվում է սովորական մի փոքր աստղի շուրջ։ Այդ աստղը գտնվում է սովորական փոքր գալակտիկայում, որն ընդամենը մեկն է միլիարդավորներից։ Եվ այդ աներևակայելի, անսահման մեծ տիեզերքում գոյություն ունի մի հրեշ, որի ներսում ամբողջ արեգակնային համակարգը կարող էր անհետանալ, գրեթե ոչինչ չփոխելով նրա չափերի մեջ։ Եվ եթե տիեզերքն արդեն ստեղծել է նման մի հրեշ, ով կարող է վստահասել, որ սա նրա ամենամեծ գաղտնիքն է, ամենամեծ արարումը։ Գուցե այնտեղ, անսահման խավարի խորքերում, մեզ սպասում են ավելի անհավանական ու ավելի հին գաղտնիքներ։